Այն, որ այժմ հայ-թուրքական արձանագրություններն ազգային ժողովում են, դա չի նշանակում, որ մեկնարկել են նաև փաստաթղթերի շուրջ այն բուռն քննարկումները, որոնք բավականին կարևոր են քաղաքական տարբեր ուժերի համար, ասում է Ռաֆիկ Պետրոսյանը։ Խորհրդարանում ճիշտ է փաստաթղթերի շուրջ տարակարծությունները շատ են, բայց մեր երկրի համար որոշ ժամանակ սպասելն ու թուրքական կողմի քայլերին հետևելն ավելի ճիշտ է, գտնում է հանրապետական պատգամավորը։ Ի վերջո, ըստ ձեռք բերված պայմանավորվածության, այս գործընթացը պետք է իրականություն դառնար ողջամիտ ժամկետներում։ Ուստի ողջամիտ այժմ Հայաստանը պետք է ակնկալի Թուրքիայից, գտնում է նա։ Ինչ է մնացել մինչև ապրիլի 24-ը։ Մանավանդ որ մարտի 4-ին էլ Ամերիկայի ներկայացների պալատում հանձնաժողովում այդ հարցը դրված է։ Եթե այդ հարցը դրված է, փաստորեն ողջամիտ ժամկետը մինչև մարտի 4-ն է մեզ մնում։ Եթե մինչև մարտի 4-ը չարեց, մենք հաջորդ քառօրյային կարող ենք քննել կամ մերժել, կամ Հայաստանը կարող է հրաժարվել իր ստորագրությունից եւ վերջանալ հարցը։ Իսկ ինչ կտրուկ քայլեր է կատարել Հայաստանն այս ընթացքում, հարցրինք Ռաֆիկ Պետրոսյանին։ Ըստ պատգամավորի, այն որ դրանք քննարկվել են սահմանադրական դատարանում ու հավանության արժանացել, կարելի է մեծ քայլ համարել։ Հիմա էլ արձանագրությունները խորհրդարանում են, իսկ թուրքական մեջլիսն արդեն ամիսներ է չի կողմնորոշվում ինչպես վարվել փաստաթղթերի հետ։ Այսօր սպառնում են եւ Ամերիկայի նախագահն է ստիպում եւ Ռուսաստանի նախագահը Թուրքիային, որ այդ արձանագրությունները վավերացնեն։ Թուրքիան ձգտում է ամեն կերպ խուսափել, ամեն կերպ հանգարել, բայց թե ինչպես կլուծվի ցույց կտա մինչև մարտի 4-ը։ Ապա Պետրոսյանն ավելացրեց, որ Հայաստանը վաղուց կարող էր եւ վավերացրած լիներ արձանագրությունները, իսկ սպասելու իմաստը հետեւյալում է. եթե մինչև ապրիլի 24-ը Թուրքիան քայլեր չձեռնարկի, չի բացառվում, որ Հայաստանը ետ վերցնի իր ստորագրությունն ու առաջինը կասեցնի այս գործընթացը։ Հայկական կողմի հաջորդ քայլը ըստ Պետրոսյանի պետք է լինի ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացի ուժեղացումը։ Հույս կա, որ այդ դեպքում Ամերիկան կճանաչի հայոց ցեղասպանությունը։ Կարիք էլ չկա սպասելու Թուրքիային, մենք եթե նախաձեռնել ենք, մենք ինքներս էլ շուտ ուրեմն վավերացնենք, որպեսզի ցույց տանք աշխարհին, որ խախտող կողմը ոչ թե մենք ենք, այլ Թուրքիան է, որը իր խոստումները, իր վրա վերցրած պարտավորությունները միջազգային համաձայնագրով չի ուզում կատարել, որ նա հետին մտքեր է հետապնդում, դրա համար էլ չի վավերացնում։ Հայտարարություն կլինի, եթե գործընթացը կանգ առնի, ավելացրեց Ռաֆիկ Պետրոսյանը։ Ողջ տարածաշրջանը պայքարեց ու սպասում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման։ Միայն ըստ նրա պետք է ամեն ինչ անել, որ թուրքական կողմի մեղքով այն կասեցվի։ Վերջում բանախոսն անդրադարձավ կառավարության կողմից ազգային ժողով ներկայացված հարկային նոր փաթեթին։ Հանրապետական պատգամավորն ինքն անձամբ առաջարկված նոր հարկատեսակում որոշ անհասկանալի կետեր տեսնում է։ Ըստ նրա, խորհրդարանում հատկապես ընդդիմադիր պատգամավորների անհամաձայնությունների պատճառով հարկային նոր փաթեթը վերանշակվում է։ Երեք վերջին քննարկումներ ազգային ժողովում եկանք այն եզրակացության, որ այդ հարկատեսակները առայժմ պետք է հանվեն բոլորը օրինագծից, թողնումի միայն երկուսը, հողի եւ գույքի հարկից բացի, որովհետեւ հողի եւ գույքի հարկը արդեն իսկ կարգավորված է համապետական օրենքով, հարկերի մասին օրենքով։ Փաթեթում ամրագրված որոշ հարկատեսակներն ըստ պատգամավորի մինչ այժմ էլ գործել են, օրինակ ավտոկայանատեղիների համար սահմանված վճարը, պարզապես ոչ օրենքով սահմանված կարգի համաձայն։ Վերջում Պետրոսյանն անկեղծացավ ու նշեց. հիմնախնդիրը կայանում է նրանում, որ այդ գումարները մասամբ են բյուջե մուտքագրվել։ Հերբինե Մկրտչյան, Գրիգոր Շաղոյան, Գալանյուս, Երևան։